Հրապարակ օրաթերթը գրում է. Ժառանգություն կուսակցության նախագահ Ռաֆի Հովհաննիսյանն օրերս հայտարարեց, որ իր ղեկավարած ուժը նույնպես կմասնակցի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Կայքի տեղեկություններով Հայաստանի առաջին արտգործնախարար Ռաֆի Հովհաննիսյանը նույնպես կմիանա Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստան կուսակցությանը, թեև հնարավոր է անձամբ տեղ չզբաղեցնի նախընտրական ցուցակում։ Հրապարակ օրաթերթը գրում է. Փետրվարի 9-ից 10-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած J.D. Vance-ի եւ պատվիրակության մյուս անդամների համար փետրվարի 9-ին ֆուրշետի հյուրասիրություն է տեղի ունեցել։ Այս մասին հրապարակը տեղեկանում է մեկ անձից կատարվող գնումների հարթակից։ ՀՀԱԳՆ պետական արարողակարգային ծառայությունը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով ֆուրշետի կազմակերպման համար պայմանագիր է կնքել Blizzard ՍՊ-ի հետ եւ ծառայության մատուցման դիմաց բյուջեից վճարվել է 11.112.600 դրամ։ Հրապարակ օրաթերթը գրում է. Հայաստանում փետրվարի 13-ից 14-ը խաղաղության կամուր նախաձեռնության շրջանակում անցկացվել էր երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել էին Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Միջոցառումը անցկացվել է Ծաղկաձորի 88 Deluxe հյուրանոցում։ Վարչապետի աշխատակազմի եւ նշված հյուրանոցի միջև կնքված պայմանագրի համաձայն 8.898.910 դրամ է վճարվել 88 ՍՊ-ին հյուրանոցային ծառայությունների մատուցման համար։ Հրապարակ օրաթերթը գրում է. Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի վարչական ղեկավար Անի Վարդազարյանի Facebook-յան էջից տեղեկացանք, որ նա ծնվել է 1997 թվականի ապրիլին, ավարտել է Հայաստանի ֆիզկուլտուրա եւ սպորտի պետական ինստիտուտը։ Ֆիզկուլտուրայի մասնագետ կինը 2022 թվականի հունվարի 3-ից, երբ դեռ 25 տարեկանը չէր լրացել, Սուրենավանի վարչական ղեկավար է նշանակվել։ Որն է այդ նշանակման գաղտնիքը։ Անի Վարդազարյանի Facebook-յան էջում Նիկոլ Փաշինյանի տեսանյութերն են, լուսանկարները Նիկոլ Փաշինյանի, Սուրեն Պապիկյանի հետ։ Հրապարակ օրաթերթը գրում է. Հայոց ցեղասպանության ինստիտուտի տնօրենի պաշտոնից սկանդալով հեռացած Էդիտա Գզոյանի ճակատագրին արդեն որոշվել է։ Մնալու է Թանգարան ինստիտուտում որպես շարքային գիտաշխատող, թեպետ լուրեր կային, որ հնարավոր է զբաղեցնի տնօրենի տեղակալի պաշտոնը։ Իշխանությունը ըստ էության որոշել է ամբողջ խստությամբ պատժել Գզոյանին ու նրան զրկել ղեկավար պաշտոն զբաղեցնելուց։ Հրապարակ օրաթերթը գրում է. 2021-ից անժո պատգամավորներին այլևս պատգամավորական HH11 սերիայով համարինիչներ չեն տրամադրում, որ նրանք փակցնեն իրենց մեքենաներին։ Փաշինյանի աներձակ Հրաչ Հակոբյանը տևական ժամանակ աշխատակազմին չէր հանձնում պատգամավորի իր համարինիչները։ Պարզվում է աներձակը հատուկ սեր ունի պետհամարինիչների հանդեպ։ Իր վերջին թանկարժեք 2021-ի արտադրության 18 միլիոն դրամ արժողությամբ Volvo մեքենայի վրա փակցրել է 101 ՀՀ04 համարինիչները։ Մի կողմից համարինիչների սերիան ՀՀ իր անվան եւ ազգանվան հապավումն է խորհրդանշում, մյուս կողմից անժ ղեկավարների համար նախատեսված պետհամարինիչներին է։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Արմլուրեյեմը արդեն տեղեկացել էր, որ այս տարվա մարտի 6-ին Երևան քաղաքի Երևանի վարչական շրջանի բնակիչ 1994 թվականին ծնված Ռաֆի Մանդալյանը հրավառ շշեր է նետել ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի վրա։ Դյուրավառ շիշը նետած քաղաքացին իրավապահներին ցուցմունք է տվել, բացատրել, որ իր քայլը պայմանավորված է եղել խորը զայրույթով եւ հիասթափությամբ։ Նա նշել է, որ իրեն մտահոգում է հայրենիքի անվտանգության վիճակը եւ իր համոզմամբ հասարակության մեջ առկա է անտարբերություն եւ լռություն այդ հարցի շուրջ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ձևաչափը եւ թիմային ներկայության առանձնահատկությունները։ Հատկանշական է, որ այսպես կոչված ուրախ ավտոբուսում վարչապետը հաճախ երևում է երկրի երկրորդ դեմքի Ալեն Սիմոնյանի հետ միասին, բայց քարոզարշավի բուն գործողությունների ժամանակ Ալեն Սիմոնյանը Փաշինյանի շուրջ եւ տեսադաշտում չի երևում։ Ընթացքում Փաշինյանը ինչ-որ հարցեր է տալիս իր սիրելի մի քանի նախարարներին, միայն արդարադատության նախարար Սրփուհի Գալյանին, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին եւ ՏԿ նախարար Դավիթ Խուդատյանին։ Նրանց հետ միասին է վարչապետը տանում քարոզարշավի հիմնական բովանդակային հատվածը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ Հայաստանի երկրորդ խոշոր հարկատու համարվող Mobile Center Art ընկերությունը 10 միլիոն դրամ է փոխանցել Իմ Քայլը հիմնադրամին, որը ղեկավարում է վարչապետի նախկին տիկին Աննա Հակոբյանը։ Mobile Center Art ընկերության սեփականատեր Արթուր Պետրոսյանը քաղաքական անցյալ ունի։ Դեռևս 2013 թվականից նա եղել է ՀՀԿ Երևանի ավականու անդամ։ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին նրա բիզնեսը ոչ միայն զգալիորեն ընդլայնվել է, այլև ընկերությունը դարձել է երկրի
Բեյրութի խոշորագույն հարկատուներից մեկը, եւ ահա որպես թերևս շնորհակալական ժեստ 10 միլիոն դրամի նվիրատվություն է արել վարչապետի ընտանիքի հետ կապվող հիմնադրամին, որը համարժեք է շուրջ 26,000 ԱՄՆ դոլարի։